իրենց համար դա արդեն խնդիր է առաջացնելու, որը որ քաղաքացիները այս մարդու կողքին են, այս մարդու արարքն ու տարբեր տեսակի խնդիրներ, որ լուծվել է քաղաքացիների համար, բոլորը դրական եմ վերաբերում Սամվել Կարապետյան, հիմա մարդիկ թողել են այդ մարդուն տարը նստացրել են, փակի տակ, հիմա անցել են իր նկարների հետ են կռիվ տալիս, այդտեղ ուրիշ ոչ տարբեր մի եկեք ուրիշ բան մտածեք։ Բայց Հայաստանի Հանրապետությունում օրենք չի գործում։ Բայց կա ինչ-որ նորմատիվ իրավական ակտ, որով կարելի է փակցնել կամ չի կարելի փակցնել։ Մարդիկ ցույց են տալիս իրենց թույլտվությունները, հենց նույն Հյուսիսային պողոտայի հետ կապված թույլտվությունները ժամկետի մեջ, մուծումները արած, գումարները մուծած, պետական, այո, որպես գովազդի համար մուծած իրենց գումարները, турքերը, խնդիրներ չկա, ժամկետանց չկա, դեռ ժամանակի մեջ եկան քանդեցին տարան, ոչ թե քանդեցին տարան, այդ էկրաններն էլ հետները տարան։ Դե էդ էլ երևի այնտեղ մի բան կանեն, դրանից է փող աշխատեն, էլի։ Վաղ, ուրիշ ոչ մի բան չկա։ Քաղաքապետարանի, այսինքն ավականու 2009 թվականի նոյեմբերի 18-ի համար 37-ը որոշման հիման վրա է հիմա ապամոնտաժում իրականացվում։ Այդ որոշումը կպարզաբանեք։ Իսկ Հյուսիսային պողոտայում այդ որոշման հիման վրա եք։ Մի հատ այս մարդկանց պետք է հարց տանք, մի հատ կողմնորոշվեք, ընդհանուր բոլորը գովազդ է։ Բոլորը նույն օրենքի մեջ նույն գովազդն է։ Ընդեղ էլ արդեն ապօրինի քանդեցին տարան նույն ձևի ստեղ։ Այս մարդիկ ոչ մի օրենքով չեն շարժվում։ Ինչի մասին է խոսքը։ Թե ստեղ կլինի Տաշիր առևտրի կենտրոնում, թե Հյուսիսային պողոտայում, թե որտեղ այս մարդու նկարը որտեղ տեսան, իրանք քանդելու են, հանելու են, որովհետև մարդ կա, որ նկարի հետ արդեն կռիվ է տալիս, էլի։ Ինչ է գրած, ազատություն, Սամվել Կարապետյան, բան է գրած։ Ոչ մի բան գրած չի։ Նկարին նայում են, ընկնում են State by ռեժիմի մեջ երևի։